Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Չկալով գյուղի 1862 թվականին վերակառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն իրենից ներկայացնում է երկթեք կտուրով միանավ եկեղեցի, ժամանակի եւ բնական ազդեցությունների հետևանքով ֆիզիկապես մաշվել եւ քայքայվել էր։ Կղմինդրով եւ ազբոշիֆերներով կառուցված տանիքի որոշ հատվածներում առաջացել էին բացվածքներ եւ անցքեր, որոնցից անձրևաջրերը ներս էին թափանցում, քայքայում պատերը, ողողում եկեղեցու սրահը։ Նույնիսկ այս պայմաններում գյուղի առավելապես տարեց կանայք շարունակում էին պահպանել անհավատների կայսրության ճիրաններից փրկած հավատքի զորությունը, ամեն կիրակի եկեղեցի գալով եւ կիսաքանդ խորանում իրենց աղերսը հղելով բարձրյալին։ Սկզբից բան ծախեին, միս ծախեին միջին, սկզբից այս պահեստը, հա, պանիր ծախեին, միս ծախեին, միրգ ծախեին, ձմերուկ, ամեն ինչ էլ բերեին, բայց եկող մարդիկը ով որ եկեղեցի հավատ էր, եկել ամոմը վառել գնացել։ Սարիբեկյանից շատ գոհ ենք, որ եկավ մեր գյուղը, ասե շենացրուց որդի ջան, նա գիտես, շատ լավ գործ արավ մեր գյուղի հմելասմա խանութ եմ սարքիլ, ապրի դա, եմ պայնուտի վնչատնի ոչ բարձի։ Կարեն Սարիբեկյանը առաջի մարդնա, որ սենց բարի գործեր անա, պատգամավորների միջին երևի առաջինը նա լինի։ Նա այս գյուղի համար շատ մեծ բաներ արել, այս ճանապարհը իան շնորհքով սարքեցին, ինքն է միջնորդել, հետո այս ժամը շատ մեծ բարի գործեր արել, նույնիսկ ինքը անգամ ինքն է բանվորություն արել, այդքան նվիրված, ամեն ինչ է, այն ամեն մի մազի հետևից ընկած այդ մարդը շատ ջանքեր է թափում, որ ամեն ինչը լավ ստացվի։ Գյուղը փոքրաթիվ է թեև, սակայն մարդկային ամենազորեղ օրենքով այստեղ էլ հարսանիքներ, կնունկ ծնունդներ են լինում, հուղարկավորության արարողություններ։ Բնակիչների խնդրանքով սրբազան արարողություններ կատարելու համար եւ խաչի զորությունն ամուր պահելու սպասումով պետք էր անհապաղ ձեռնարկել Սուրբ տաճարի վերանորոգումը։ Արձագանքելով նրանց խնդրանքին եւ ստանալով թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպու arczepiskopos Ջուլիանի օրհնությունը, ազգային ժողովի падգամավոր Կարեն Սարիբեկյանը անձամբ նախաձեռնեց եկեղեցու կառուցման հովանավորությունն ու ղեկավարեց աշխատանքները։ Աստվածահաճո առաքելությունն իրականացնելու համար որևէ բարեգործ չի հայցում, այլ մարդու աջակցություն։ Իր հոգու կանչն է, ես տենց եմ գտնում, իր հոգու կանչն է եւ ոչ մեկը ոչ կարող է պարտադրել, ոչ էլ պարտադրված է կատարում իր աշխատանքների, ուղղակի այն ինչը որ իր մեջ կա, զուտ մարդկային, դա ինքը դնում է եկեղեցիների վերակառուցման մեջ։ Ընդհանրապես բոլոր համայնքների հետ էլ կապը падգամավորի միշտ էլ եղել է սերտ։ Ջերմորեն ընդունել են, որովհետև ինքը լինելով իրոք մարդ անմիջական մոտեցում ունի բոլորին։ Չկալովը մեր հին համայնքներից է, մեր առաջի ընտրությունը 2007 թվականի ընտրությունների ժամանակ էլ է Չկալով համայնքը եղել մեր ընտարատարածքի մեջ։ Ազգաբնակչությունը այն ժամանակ էլ այսօր էլ ավելի լավ է ընդունում, ընդհանրապես խոսք չկա, որպես մարդ, որպես падգամավորի ինքը ընդհանրապես ոչ մի տեսակի խնդիր չունի։ Մենք գոհ շնորհակալ ենք պարոն Սարիբեկյանից, որովհետև նա իր խոսքի տեր տղա է, մարդ է, դեպուտատ է, եւ ինչ ասելա կատարում է, եւ անգամ ավելին, քան խոստացածը։ Ես իսկականից եմ ասում, ազնվորեն եմ ասում, ողջ համայնքը, ողջ այս մեր շրջակայքի գյուղերն արդեն նախանձում են Չկալով գյուղին, որ այն մարդը այսքան աշխատանք կատարում է եւ մեր եկեղեցին արդեն կարելի ասել քայքայվում էր։ Հինա 1862 թվականից արդեն քայքայվել, բայց նա աշխատանք, ջանք թափեց, վերականգնեց ամբողջովին եւ հիմա էլ գնում են աշխատանքները շատ գեղեցիկ, շատ նորմալ, շատ լավ ընթացքի մեջ է։ Սեփական միջոցները ներդնելով շինարարական աշխատանքների ընթացքին Կարեն Սարիբեկյանը արդեն երրորդ անգամ հաստատեց Աստվածապաշտ հայ քրիստոնյայի իր տեսակը մայր հողի վրա կենդանություն հաղորդելով երրորդ եկեղեցուն։ Հունիսի 15-ից ամեն օր դեռ լույսը չբացված падգամավորն իր աջակից ընկերներով արդեն գյուղում էր լինում։ Նպատակն ամենևին էլ սեփական անունը եւ դիրքը առավել բարձր հնչեցնելը չէր, այլ հոգու կանչը Չկալովցի մեծ ու փոքրի աշկերում պահպանված լույսը նոր ուժով բոցավառելու ցանկությամբ։ Աշխատելու, թեկուզ մեկ քար տեղափոխելու ունակ գյուղացիները ջանասիրությամբ կանգնեցին բարեգործի կողքին։
Կարեն Ստարիբեկյան այն անձնավորությունն է, որ մի դեպուտատ էլ այս արարքը չի արել։ Անընդհատ եկեղեցին վերանորոգվում է, Կարեն Ստարիբեկյանը բանվորի հետ կանգնած, ինքն էլ աշխատում, չի ասում, որ ասենք ես դեպուտատ եմ, բայց ինքն էլ աշխատում։ Գեղը ճանաչացրին, շատ էլ լավն է։ Շատ գոհ շնորհակալ ենք, մեր գեղին էլ ճանաչեցին։ Եկեղեցին էլ այնա վերանորոգել են, տեղին, քարերը առաջիցը վեր են կալել, դզել են, աղբյուրը փոխել են, շնոքն են գծել, մեյդանացրել են։ Հիմնովին փոխվեց եկեղեցու ծածկը, կատարվեցին տարածքի մաքրման աշխատանքներ, առավել հարմար տեղում հանգրվանեց մոտակայքում կառուցված հուշաղբյուրը։ Բոլոր աշխատանքներին ոչ թե ուղղորդում, այլ անձամբ մասնակցում էր պատգամավորը։ Առավոտից մինչև ուշ երեկո տարածքում սպասվող մի նոր ավետիս էին ազդարարում մուրճի զարկերը, վերամբարձ կռունկը, բահերի զնգոցներն ու մերթընդմերթ Սուրբ Գործին հավանություն տվող վարար անձրևը։ Ամեն Աստծո օր եկեղեցու վերանորոգման գթառատ ավարտի խնդրանքով մատուցվում էր Սուրբ Մատաղ։ Ես իմ Աստծո առաջ իմ պարտք եմ տալի, ես կա հնարավորություն անում։ Բայց էլ եմ կրկնում, սա ձերն է։ Դարեր շարունակ։ Տեսեք, գրվում է եկեղեցու վրա 12-ից 12-րդ դար։ Ինչ է նշանակը։ Այսինքն այդ երկու դարի մեջ եկեղեցի ասարքվել։ Կամաց, այսինքն չի եղել եկեղեցի, որ միանգամից կառուցվի։ Ամենքը մի բան, օրական, ասենք բանվորին մի ընտանիք եկել է հաց հատվել, մեկ եկել է բանվորություն արել։ Մի խոսքով ու եկեղեցին ունեցել են։ Հիմա սա ձեր պապերի հիշատակն է։ Սա մեր սրբությունն է։ Մենք այս հավատքի համար շատ երկար տարիներ տուժվել ենք։ Այսինքն կողքի մուսուլմանական աշխարհի լծի տակ ենք եղել։ Ի շնորհիվ, ասենք, այս եկեղեցու մենք մեր հավատքը ամեն ինչը պահել ենք։ Այսօր շատ պետություններ կա, որ հողի երեսին չկա։ Չկա, որպես պետություն գոյություն չունի, որ հազար պետություններ են եղել։ Բայց այսօր Հայաստանը կա, այսօր մենք ունենք հազար բանակ, այսօր ունենք մենք անկախություն։ Հայր մեր, որ հերգինս ես, Սուրբ Եղիսի անուն քո, եկեղեցի արկայություն քո, երիցին կամ քո, որպես հերգինս եւ երգրի, սարց մեր հանապազոր, տուր մեզ այսօր, եւ թող մեզ բարդիս մեր, որպես եւ մենք թողունք մերոց բարդաբանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյաս մեզի չարեն, զիքո է արկայություն եւ զորություն եւ բար, Հավիդյանս Հավիդենից, ամեն։ Արարողությանը ներկա էին գյուղապետը, դպրոցի ուսուցչական կազմը, աշակերտներ, հավատացյալներ։ Արարողության ավարտին սրբազան հայրն օրհնեց բարերար Կարեն Ստարիբեկյանին եւ բոլոր ներկաներին, շնորհակալություն հայտնելով եւ շնորհավորելով աղոթավայրի վերանորոգման առիթով։ Ես աղոթում եմ ձեզ հետ միասին, որ Աստված օրհնի մեր պատգամավորին եւ ուժ ու կարողություն տա իրեն եւ անփորձանք օրեր պարգևի, որովհետեւ ինքը միշտ իր ժողովրդի հետ, ժողովրդի կողքին իր ծառայությունը մատուցի մեր ազգաբնակչությանը եւ մեր հայրենի պետությանը։ Աստված օրհնի ամենքիդ եւ ես վեհափար Հայրաբեդի անունից նաեւ փոխանցում եմ նրա օրհնությունները Մայր Աթոր Սուրբ Էջմիածնից, որ այս գեղեցիկ օրը, այս լուսաբացին մենք ագանատեսը եղանք այս հիշարժան խաչի օծման արարողությանը։ Աստված օրհնի ամենքիդ եւ մաղթում եմ, որ այս փոքրիկ երեխաները մեծանան այս Սուրբ խաչի հովանու ներքո, խաղաղության մեջ մեծանան, առողջ մեծանան եւ մեր ժողովրդին, մեր գյուղերին դառնան պիտանի անձնավորություններ։ Շնորհավորում եմ, աշտներդ լույս լինի։
Գյուղացիների օրհնության ու աղոթքի լույսը շող առ շող լցվում էր հնամյա պատերի մեջ, ամրացնելով քրիստոնյա հավատքի հիմքերը։ Հուլիսի 4-ին ձեռամբ թեմակալ առաջնորդի օծվեց եւ տանիքին տեղադրվեց եկեղեցու բարձրադիր խաչը։ Հավարդ խաչի օծման արարողության ներկանային մատուցվեց երախտիքի եւ գոհության մատաղ։ Սեղանը, որի շուրջ համախմբվել են, կոչվում է սիրո սեղան, եղբայրության, բարեկամության, հարազատության։ Ի վերջո մենք համախմբվել ենք մատաղի, սուրբ մատաղի շուրջ։ Եկեղեցու վերակառուցման աշխատանքները կտևեն եւս 1 ամիս եւ կկատարվեն խորանի, սուրբ սեղանի, ներքին հարդարման, կահավորման եւ տարածքի բարեկարգման աշխատանքները եւ լրումին կհասցվեն։ Եկեղեցու վերաբացման ավետիսը կանխավ կհասվի քրիստոնյա ազգաբնակչությանը։